Գերմանիայի կանցլեր Մերցը նախորդին հայտարարել է, որ եթե Ուկրաինան ընկնի, Պուտինը կանգ չի առնի։ Ըստ նրա Ռուսաստանի նախագահը շատ պարզ նպատակ ունի փոխել սահմանները Եվրոպայում եւ վերականգնել խորհրդային միությունը նախկին սահմաններով։ Ուկրաինայում ընթացող ցեղասպանական պատերազմը հենց այս նպատակն ունի։ Հենց այսպես է Ռուսաստանը միշտ վերաբերել իր ազդեցության տակ հայտնվել չցանկացող ցանկացած երկրի հետ։ Օրերս Բելարուսի նախագահ Լուկաշենկոն Միացյալ Նահանգների միջնորդությամբ ստիպված էր բանտերից ազատ արձակել 156 քաղբանտարկյալ։ Նրանց միակ մեղքը նրանում էր, որ խոսել էին, քննադատել էին այդ մարդակեր ռեժիմը, պաշտպանել էին սեփական ժողովրդի, սեփական պետության արժանապատվությունը։ Սա է միութենական պետության իրական դեմքը, որտեղ այսօր հայաստանյան շատ կոնկրետ ուժեր, Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Կարապետյանին առնչվող անվտանգության անվան տակ ուզում են խցկել Հայաստանը։ Իսկ թե ինչպես է Ռուսաստանը պաշտպանել մեզ, մենք դա տեսել ենք։ Տարիներով միլիարդավոր հարձակողական զենք է վաճառել Ադրբեջանին, լռել է 2020 թվականի պատերազմին, ոչինչ չի արել, երբ ադրբեջանական զորքը մտել է Հայաստանի սուվերեն տարածք, ՀԱՊԿ կատեգորիկ չի գործել, ռուս խաղաղապահները չեն պաշտպանել Արցախի հայերին եւ թույլ են տվել, որ ժողովուրդը մեր հայրենակիցները Արցախում ենթարկվեն էթնիկ սպման։ Սա է ռուսական դաշնակցային պարտավորությունը, նույնքան արժեքավոր, որքան Բուդապեշտում 94-ին Ուկրաինային տրված անվտանգային երաշխիքներն են։ Մեր անվտանգությունը, մեր խաղաղությունը ունեն մեկ անուն՝ հայկական պետականություն։ Ոչ մի դեպքում թույլ չտալ, որ Հայաստանը դառնա միութենական պետության մաս, մեկ այլ Բելարուս։ Հայաստանը պետք է որոշի իր սահմանները, իր բանակի հզորությունը, իր ապագան։ Իսկ դրա բանալին ուժեղ հայկական պետականությունն է, ժողովրդավարությունը, հզոր տնտեսությունը եւ մեր սեփական պաշտպանական կարողությունները։